հայ-թուրքական հարաբերություններով ով է մեր երկրում զբաղվում։ Ինչ որ մատ թեթև սոլիկ, անլուրջ տղա։ Ինքնասիրությունը տել ես հանձնում, ինքնասիրությունդ, որը վերաբերում է հայոց ցեղասպանության։ Մեծանում է մի սերունդ, որը հասկանում է, որ եղել է ցեղասպանություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իմանալ 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի անուն ազգանունները։ Հայաստանի իշխանությունը նրանց համար նվեր է։ Ում կարան գլխին մի բան սարքեք, կալանավորեք, ում չի ստացվում գլխին բան սարքել, կալանավորել, փորձեք վարկաբեկել։ Մենք քանի որ այտենց ինչ որ հիվանդագին վերաբերմունք ունենք ռուսական ազդեցության նկատմամբ, Դոնալդ Ջունիոր Թրամփի անվան մետրոյի կայարան, Շենգավիթ օրինակ։ նոր էին եկել իշխանության, այն մարդ Թուրքիայի վրա մունա թե են գալիս։ Ի ցույց աշխարհի ցույց ենք տալիս, որ մենք չենք հարգում մեզ։ Մենք անինքնասեր ենք։ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ քննարկում են Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ինչ ենք անելու, ասֆալտ ենք ուտելու, հա? Ասֆալտը բան ենք անելու, գլխներիս ենք լցնելու այդ ասֆալտը։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր որոշել ենք մի փոքր քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։ Սա չվերջացող թեմա է ու անդադ պարբերաբար այս թեմային անհրաժեշտ է վերադառնալ, հատկապես որ տարբեր կողմերից, Անկարայից, Բաքվից, Երևանից, երբեմն Վաշինգտոնից, Մոսկվայից հնչում են հայտարարություններ, լինում են ակնարկներ ու process-ը ընթացքի մեջ է։ Ուզում եմ սկսել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի տեքստից, երեք իրենց ազգային ժողովում կամ մեջլիսում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ կարծում եմ ավելի որ չստեղծագործելու համար անհրաժեշտ է կարդալ։ Ինչ էր ասում։ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ քննարկում են Զանգեզուրի միջանցքի հարցը, երբ դա ու Հայաստանի սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Երեք Թուրքիայի մեջբերումն է լրատվամիջոցից, դեպ Ազատություն ռադիոկայանից է մեջբերում անում, որպես հղում ասեմ։ Հետո ինչ ասում, Անկարան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ քայլ անել ու բացել սահմանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Երևանն այդ դեպքում ըստ Անկարայի այլևս շահագրգռված չի լինի արձագանքել Բաքվի պահանջներին։ Եվ վերջին մեջբերումը մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված ու համերաշխ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերում, ներառյալ Ղարաբաղի վերակառուցումն ու վերածնունդը։ Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ եւ կառուցողական մոտեցումը մեր երկրի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ եւ անկեղծորեն առաջ ենք մղում համատեղ ջանքերը կոնկրետ քայլերի ուղղությամբ։ Ազատություն ռադիոկայան, Երևան, 2025 թվական։ Սա մեջբերման ավարտը, բնականաբար կան նաև արձագանքներ Երևանից, արձագանքել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքները կարծում եմ պետք չի կարդալ, որտեղ ավելի քան կանխատեսելի են։ Արարատ Միրզոյանը ասում էր, որ հարցը փորձում է դիտարկել նորից այդ կոտրաստ վերադառնալով կոտրաստ աշտակին, հակառակ ուղղությունից, որ ասում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմանը, կնպաստի խաղաղությանը եւ այլն, այսինքն Ֆիդանի ասացի հակառակ կողմից աղարտին մոտենում Նիկոլ Փաշինյանն էլ ի հակադրություն Զանգեզուրի միջանցքի, որը կիրառվել էր Ֆիդանի կողմից, էլի օգտագործեց խաղաղության խաշմերուկ եզրույթը եւ այլն, այս բոլորը գիտեն, կարևոր որ Ֆիդանի հայտարարությունն էր, որ մենք առանձնացրեցինք։ Հիմա փորձենք կետ առ կետ, հատ առ հատ հասկանալ ինչ ունենք հողի վրա, ինչ կարող ենք ունենալ եւ ինչ չպետքա ունենանք, չպետքա ключевое слово։ Ես կարծում եմ, որ սա շատ սովորական արձագանք է եւ սա խոսում է այն մասին, որ երբ որ դու ինքդ քեզ չես հարգում եւ երբ որ դու պատրաստ ես քո բոլոր ձեռքի տակ եղած բանակցային քարտերը հանձնել հանուն իբր թե ինչ որ ինչ էր բանը ապաշրջափակման խաղաղության, հա, անունը տենց են դրե
Դրան գումարած նաև, լավ, ձերքի տակի քարտերը տվեց, լավ հասկացանք։ Ինքնասիրությունը տել ես հանձնում, ինքնասիրությունը, որը վերաբերում է հայոց ցեղասպանության հետ։ Այսինքն, ինչ կար հանձնվեց, ինչ կար ուրացվեց։ Լավ 100 տարի առաջվա մեր պապերի արունը ուրացվեց, տեսանք։ Բա վերջին 5 տարի առաջվա, 5 չէ, լավ կներես 3 տարի առաջ, երբ որ անձերն մեր զինվորներին գնդակահարում էին դիրքերում։ Բա էդ էլ ուրացվեց, որովհետև եկան խորհրդանում եւ քննարկումներում ասում էին մենք դա պետքա Հռոմի ստատուտը ընդունենք, որպեսզի հայցեր հարուցենք ընդդեմ Ադրբեջանի Հաագայի միջազգային քրեական դատարանում։ Բա մարդկանց եք խափե արա, եք խափեցիք ժողովրդին, որ ուզում եք քրեական գործ հարուցեք այդ դրանով։ Էդ էզիճեցիք, այդ մարդկանց անունն է ուրացակ, հետարքիր այդ մարդկանց անունները հայտնի չի, այդ զոհեր ես չգիտեմ ովքեր են։ Բայց հարազատները ծնողները գիտեն, չէ՞, ասենք ժողովուրդ մարդիկ լավ, ասենք ոչ մեկ չի ուզում ձեն հանի, լավ, ով պետքա ձեն հանի։ Հիմա մի հատ քեզ դի Թուրքիայի տեղը։ Նայ մեզ դեմդ կանգնած են մարդիկ, ովքեր պապերի արունը կարան ուրանան։ Իրանց այսօրվա եղբայրների արունը կարան ուրանան։ Ինչ կարմիր գիծ հայտարարել են, կարան խախտեն, զիջեն, հանձնեն քեզ։ Դու ի պետք է բանանես որևէ դրական քայլ։ Ասում ես, այսքան նայեք էլի արեք արա։ Էլի պետք է անեք։ Դեռ անելու լիքը բան ունեք։ Ու այստեղ գիտես ինչն է կարևոր, որ սրանով նաև մեծ հարված է հասցվում նաև Ամերիկայի դերակատարությանը։ Ամերիկայի դերակատարություն։ Դու պատկերացնում ես, ասենք Մոսկվայում թուղթ լիներ ստորագրված, ինչ վայնասուն կլներ։ Բայց չի ձեր բան։ Հիմա բայց արձագանք չկա, որ լավ, բա մեր Միացյալ Նահանգների գործընկերներին մեկը կարող է կոմունիկացնել, որ բա այս օգոստոս 7-ին բան ենք ստորագրել, որի ոգուն տրամաբանությանը համարժեք պետք է այդ սահմանը բացվեր։ Հիմա խոսանք պետք է մեզ բացել թե չէ, բայց նույնիսկ ուզում եմ իրանց գծի մեջ հարցը դիտարկենք, էլի։ Իրանց գծի մեջ հարցը դիտարկենք։ Բա մեկը չի ասում, պարոն Ռուբիո, հարգարժան պարոն նախագահ Թրամփ, ախպեջան, այս մարդիկ ասում են փաստորեն, ես բացատրում եմ հիմա կոնտեքստը։ Ասում են փաստորեն, որ դուք կգնաք ՀՀ սահմանությունը կփոխեք, հանրակրվեք անեք։ Որից հետո կստորագրեք այդ պայմանագիրը, նոր մենք սահմանը կբացենք։ Հասկանում ես, սահմանի բացումը ընկավ եւս 1 տարի հետ։ Բացատրում եմ սերի հայրենակիցներ, ուշադիր լսեք, որովհետեւ երբ որ ասում է խաղաղության պայմանագիրը կգնքեք, նոր մենք սահմանը կբացենք։ Իսկ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման համար ունի այլ նախապայմաններ, որը վերաբերում է սահմանությունը փոխելուն։ Դրան գումարած ասենք անկլավներ տալ, բանի, ինչ կա տալ, հանձնել, ադրբեջանցիներին բերստե բնակեցնել, ձեր տներ բերել, ձեր դեմի հարևանը մինչև ադրբեջանցի չլինի, չտեսնեք որ պատերազմի ժամանակ գլուխները կտրողներից մեկն է, չեք հանդարտվելու, դուք չեք սթափվելու, ես չեմ հասկանում։ Կարող նյարդայնանում եմ, բայց կարծի սա է դա։ Մարդը ասում ախպեր ջան, սենց կլինի, այս պայմանները մենք նոր կստորագրենք։ Ես ես ուրիշ բան ասեմ։ Իսկ դուք մտածում եք, որ դուք գնաք հանրակրվեան եք սահմանությունը փոխեք, իրան գալու են ասեն ստորագրում ենք։ Այդ վաղտել ես չեմ բացառում, որ այդ վաղտի կասեն կներեք, այն երկիրը, որի հետ մենք հարաբերություններ ուզում ենք կարգավորենք, այն ուրիշ երկիր է։ Այ հիմա քանի որ դուք գնացել եք ձեր երկրի հիմնադիր փաստաթղթերը փոխել եք, սա ուրիշ երկիր է։ Եվ մենք չենք ճանաչում են քառակուսի կիլոմետրը, որը որ կա, ինչ եք անելու, է։ Ինչ եք անելու, ում եք զանգելու, ում եք դիմելու։ Որ դուք այսօր չեք կարող զանգել նախագահ Թրամփին ասել, պարոն նախագահ, սենց հարց է առաջացել։ Հական Ֆիդանը սենց բան ասում, ոչ մի պայմանավորության մեջ չի մտնում։ Բա խոսացեք։ Ինչ ենք անելու, ասֆալտ ենք ուտելու, հա։ Ասֆալտը բան ենք անելու, գլխներիս ենք լցնելու այդ ասֆալտը։ Երբ որ տեսնում եք, որ այս արհավիրքը շարունակվում է, չի վերջանում։ Հիմա մյուս կողմից անդրադառնամ հարցին ու դու շարունակի։ Մյուս կողմից էլ ուզում եմ ասել հետեւյալը։ Լավ ժողովուրդ ջան, այդ սահմանը բացելու համար այս ինչերի ենք մենք պատրաստ։ Ասենք Անդրանիկ Քոչարյանն ասում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իմանալ 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի անուն ազգանունները, որովհետև եթե 1.5 միլիոն մարդ զոհվի, պետք է անուն ազգանուններն լինի, ովքեր են նրանք, ինչ պայմաններում են զոհվել, բան էսի թուրքական բանա, թեզա մտցված, որ ուրացեք, ապեր ձեր պապերի գերեզմանները ուրացեք։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ եկել է թրիփի գծով։ Ես մամուլում տեսա, անկեղծ ասեմ, չեմ հասցնում արձագանքեմ, էլի ամեն ինչին դեմի, ոնց կլինի։ Տեսա, որ որևէ պաշտոնյա նման բարձրաստիճան յուրին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ֆիքսի, որը միայն վարչապետի մակարդակը մաշփվում։ Չեն տարեցի Ձեռնակաբերդ, ինքն է մենակով գնացել, որտեվ պրոտոկոլի մեջ կա իրանց։
Այսինքն ճոգում ես, որ մենք չենք գա, բարձր ամերիկացիներին տեղեկացրել են, որ անախորժություն, ասեն մենք չենք կարող գանք հարաբերություններ հակարատի, բայց դուք կարող գնաք։ Նույնիսկ հարց չկա, մենք հասկանում ենք գնացել է։ Ու դուք նա որ Թուրքիան որ նայեմ ամես, ընդդեմ նայեմ, ասում եմ, սա ոնքես ովքեր են հորսորով։ Ոնքես ինչերի են պատրաստ ապեր։ Հանուն նրա որ սահմանը բացենք մենք եւ մեր արտադրությունը մտցնենք իրանց երկիր, իրանք իրանց արտադրությունը փակեն։ Այս ինչերի են սրանք պատրաստ։ Այս ովքեր են սա, այս ինչ ժողով, ովքեր են, այս ինչ մարդիկ են։ Միսուանից են, միսուանից չեն, ինչ ձևի են ապա։ Ես լավ եք ասում, չեմ ուզում ընդհատել։ Չէ, բայց անկեղծ եմ ասում։ Ես անկեղծ ասում եմ, մեզ այդ սահմանի բացումը պետք չի սերի հայնակ։ Մենք չենք փագե։ Երբ ուզում են թող բացեն, չեն ուզում թող չբացեն։ Օրեր առաջ ուզում եմ ձեզ իրազեկել։ Կառավարությունում քննարկվել է հարց, որ այսու այդ հողի եւ գույքի գնումները, աճուրները պետք է լինեն on-line։ On-line։ Հայաստանի Հանրապետության մեր բաներով մենք մի անգամ դրվագ ունեցել ենք, խոսել ենք Կարպիս Փաշոյանի հետ այս թեմայով։ Պատկերացրեք on-line Թուրքիայից մտնեն ադրբեջանցեն հող առնել, ստեղով է կանգնացնելու։ Ձեր որ մարմինն է դրա դեմ կանգնացնելու։ Ձեր որ պետական հիմնարկը կարա դրա դեմը կանգնի, մի հատ կարաք ինձ ասեք։ Որ օրենքն եք ընդունել, որ օրենքով եք ձեզ պաշտպանել, որ ուզում եք այդ սահմանը բացեք։ Ձեր արտադրողին եք պաշտպանում, ձեր բիզնեսմենին եք պաշտպանում, ձեր տունը, ձեր գույքը, ձեր ռազմավարական օբյեկտները, դուք մի բան պաշտպանել եք այդ սահմանը բացելուց առաջ։ Հələ հարց այնակ չեն բացում։ Կամ այսքան ժամանակ ինչ է ձեռնարկել, որ կռախով չի ավարտվել։ Հա, էլի կամ ինչին եք ձեր տվել, որ չեք քանդել, ինչին եք կպել, որ չի կործանվել, պղծվել։ Ինչ եք դուք արել, որ ինչին խոսում։ Մենակ ատոմանը չեք պայթեցրել, բայց դե լավ բերան։ Հա։ Միգուցե ես մի քիչ բորբոքվեցի, բայց ուզում եմ անկեղծ ասեմ, ես հասկանում եմ, ես չգիտեմ էլ ինչ պետք է լինի, էլ ինչ պետք է անեն, էլի։ Մեկը sense ասում, բայց Սերժ Սարգսյանից շատ են ասֆալտ արել։ Արա դե հերիքա դե Սերժ Սարգսյանն էլ, արա ձեր ասֆալտն է, Նիկոլ Փաշինյանն է, հետո հավաքվեք գնացեք արա կյանքներս կերակա։ Ասֆալտ։ Ինչ են կանել այդ ասֆալտը հասկացանք, ինչ է կանել այդ ասֆալտը։ Մարզերում շատ փող է ծախսվում, այս հարցին են ուզում անդրանամ։ Ահա որ փող է պատտվում ժողովրդի ձեռքին։ Ուրեմն ձեզ ուզում եմ տեղեկացնել, որպես այդ ժամանակ իրազեկ մարդ 20 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ վերջին 35 տարվա ամենաշատ փողը պատտվել է Լեռնային Ղարաբաղում 20 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 23 թվականի սեպտեմբերի 10-ին է, որից հետո էլ չի պատտվել փող։ Եվ մարդիկ եկել են Հայաստան։ Փող է պատտվում։ Շինարարություն, ամենաշատ շինարարությունն է եղել։ Ամենաշատ մանկապարտեզ, դպրոց, ասֆալտ, բարդուր, բան ինչ էր, բրուշատկա են շարը, մախբեր։ Հա մեկը կարող էր ոնց են տներ սա։ Այո, ոնց էր։ Մեկ տուն, ոնց էր մի հատ ակցիա կար, մի րոպե, մի հատ ակցիա կար։ Սոս Ջանիբեկյանն էր բան։ Հա, ոնց էր, մի րոպե, մեկ տուն Արցախի, թե։ Այդտենց ինչ-որ մի բան։ Հա։ Թող մեր հետևորդները գրեն կոմենտներում չենք հիշում։ Բարակ փող է ֆռռում։ Հիմա էստեղ է փող ֆռռում, կարող է մենք էլ ենք գնալու ինչ-որտեղ, չգիտեմ։ Որտեղ ենք զտվելու էթնիկապես։ Պարոն Մարուկյան։ Կներեք ինձ։ Չէ, հա նորմալ է։ Դերիք այլի արա ասֆալտին։ Փող է ֆռ, բրուշատկա ենք քաշ։ Հավանաբար քչերը գիտեն, որ հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային եկին կյանքում որոշակի էվոլյուցիա է ապրել։ Քչերը գիտեն դրա մասին։ Ոչ վաղ անցյալում տասնամյակներ առաջ ընդհանրապես հերքում էին, որ ինչ-որ մի բան ա եղել։ Բայց ինչ-որ մի փուլում արդեն սկսեցին խոստովանել, որ ինչ-որ մի բան եղել է, սպանդ ա եղել եւ արդեն պետական մակարդակով սկսեցին դրան ուղերձ կա։ Արձագանքել, որ այո, ցավակցում ենք հայերին եւ այլն, բայց միշտ չի եղել սա։ Որոնց մեծ էվոլյուցիան ներկայացնում։ Եվ հիմա Թուրքիայում մեծանում է հատկապես Ստամբուլում, խոշոր քաղաքներում, Սմյուրնիայում, կներեք Իզմիրում, մի նոր սերունդ տարված այդ առաջադեմ գաղափարներով, ձախական գաղափարներով, իդեպ եթե մտնեք Թուրքիայում գրադաներ, ամեն այդ նորաձև գրադաներ չէ, գրախանութներ, նորաձև գրքերը, որոնք են Մարքս, Տրոցկի, Լենին եւ այլն, այսպիսի գրականություն։ Եվ մեծանում է մի սերունդ, որը հասկանում է, որ եղել է ցեղասպանություն։ Եվ հաջորդ սերունդը էլ ավելի ուժգին է այս ամեն ինչը գիտակցելու։ Եվ դա բերելու է Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխության։ Միգուցե, այդպես եմ կարծում։ Պատկերացնում ես իրավիճակ, որ Թուրքիան ասեն ցեղասպանություն եղել է, արդեն իրանք հասկանան որ եղել է,
Բայց Հայաստանը մի սերունդ է, որ ասում ախպեր մենք ենք մեղավոր եղել։ Ոնց են ասում, մենք ինչ ենք արել, մենք բզբզացել ենք, ինչ-որ այնտեղ համը հանել ենք, ախ, ինչ։ Եվ Թուրքիայի իմ կարծիքով Թուրքիայի իշխանությունը տեսնում է իր երիտասարդության այս էվոլյուցիան, մտքի էվոլյուցիան, հաշվեն առնում արդի աշխարհի առանձնահատկությունները եւ արագ փորձում են փակել այդ հարցը, ցեղասպանության հարցը, հայերի հետ կապված հարցերը, հասկացա միտքդ, որ ինչ որ մի օր Թուրքիայում նորաձև չդառնա, դա ընդունել է եւ հայոց ցեղասպանության հարցը ընդհանրապես մեծանում է նոր սերունդը ցախական գաղափարներով, ընդհանրապես այդ սոցիալիստական գաղափարները Թուրքիայում շատ նորաձև են եւ եղել են։ Եվ այնտեղ կա իսկապես շատ առաջադեմ հասարակություն, առաջադեմ գիտնականներ, շատ կան այնտեղ լուրջ գիտական ավանդույթներ կան, դա բան Ադրբեջանը չի ինչ-որ մոտ գեղ չի, որովհետեւ չգիտեմ, այլ են պետական մակարդակով ասեն հայերը գնչումներ են Հնդկաստանից են եկել, այնտեղ քաղաքական կյանք կա եւ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը հասկանում է այդ ամեն ինչը։ Եվ հիմա Հայաստանի իշխանությունը նրանց համար նվեր է, փակում է ցեղասպանության հարցը, ընդհանրապես փակում է հայերի հետ կապված ցանկացած հարց, որ ապագայում դա ինչ որ խնդիրներ չառաջացնի։ Իդեպ նույնը կարող ենք ասել նաև այլ հասարակությունների, Միացյալ Նահանգների, Ֆրանսիա եւ այլն, այսինքն սերունդներ են մեծանում, կրթություն են ստանում, պատմություն են սովորում, այլ գիտություն են սովորում, հասարակական գիտություն են սովորում եւ դա հանգեցնում է մշակութային միջավայրի փոփոխության, բայց սա հասկացանք։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մի հատ գործընթացի մեջ, որը արդեն իսկ վերջ չունի։ Կալենդար իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, որն է այդ գործընթացը, ոչինչ թող կրկնվենք, միակողմանի զիջումները եւ արդեն բոլոր կողմերը ուրիշ վերնագիր էլ կարելի է կապից կներես, այսինքն սպասարկել թշնամիների օրակարգ։ Նայ միակողմանի զիջում, չէ՞, ինքը դետալ է օբշի process-ի մեջ, մեծ process-ի մեջ։ Մենք որպես պետություն սպասարկում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգը, մենք օրակարգ չունենք ժողովուրդ։ Չունի այս պետությունը օրակարգ։ Այս պետության իշխանություն առողջ արտներում է տենա Ալիևը ասել է Ալիևի հանձնարարած բաները ինչ վիճակում է, որն է ինչ չափի արվել, որն է կիսատ, որտեղ ենք թերացել ավելի լավացնել բան, նույնը ասենք հիմա Թուրքիայի։ Այդ վերջերս այդ միտքը ես ասեցի, որ երբ որ Պետրոս Ղազարյանը այդ ընդդիմադիրներին կանչում է, սկսում է կշտամբել թե ինչի օրակարգ չունեն ընդդիմադիրները, իհարկե ճիշտ անում, չունեն, բայց ախր Պետրոսը մոռանում որ Հայաստանի իշխանությունն էլ, իր սիրելի իշխանությունն էլ չունի օրակարգ եւ Հայաստանի իշխանությունից պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկը չի հերքել ունի օրակարգ մի րոպե ասա ինչ չի հերքել չի հերքել խաղաղության տեքստերը մշակվել են Բաքվում լավ ուրեմն հա ուրիշ բան եմ ուզում ասեմ թող հերքեն եթե կարան հերքեն այ իշխանության օրակարգը հետեւյալն հիմա այս պատկասում քննարկում Փաշինյանին են մոտենում ասում Հական Ֆիդան ասես բան ասե դա նշանակում է որ սահմանը չի բացվի նա ասում է այո նա ասել է մենք արձագանքել ենք սակայն մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու մեր խաղաղության օրակարգից եղբայր խաղաղության օրակարգից շեղվելու բան չկա որովհետև ուրիշ օրակարգ չկա Հայաստանը պատերազմի օրակարգ չունի Հայաստանի լավ ընդդիմությունը մի կողմ լավ Կարպիս Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանն ասում են եղբայր պաշտպանի մեր շահերը որովհետև դու մեր պետության ներկայացնողն ես սպայն դու ես մեր պետությունն ես սպայն ներկայացնում մեր շահերը պաշտպանի էս ենք ասում ուրիշ ավել բան չենք ասում ենք բայց ինքը այլևս այդպեսի առաքելություն չունի դե ես էլ ասեմ այդ առաքելությունը հիմա տրանսֆորմացվել է Ադրբեջանի օրակարգը սպասարկելու եւ նաեւ եթե չեմ սխալվում եւ դու տեսես ինչ որ հայտարարություն էլ կար որ Ադրբեջանը ակնկալում է որ Հայաստանը արագացնի բացի Զանգեզուրի միջանցքը մեկ է մի բան որ հասկանում ես իրանք շարունակաբար ասում են որ այդ Զանգեզուրի միջանցքը պետք է բացեք մա ուրիշ քեզ բան ասեմ լավ մի հատ էլ բան այդ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը որ եկել է Հայաստան թրիփի հարցերով թրիփի հարցով եկել որ կոնսորցիում պետք է ստեղծվի բան ճանապարհ բայց դա Հայաստանի տարածքի մասին արձանագրում ենք մեր երկրի մեր սուվերեն մեր տարածքը մենք ինքնիշխան ենք ման հիմա է գնացել է Ադրբեջան նույն հարցով հասկանում ես ես որ ասում եմ արա Ալիևը խիա ստորագրե թղթերը Ալիևն ինչ կապ ունի Ալիևը հռչակագիր է ինչի մանա ստորագրե դե դեմից սկիզբ ինչ էին ասում միակ ասում են բանը Ալիևը Տրամպը Փաշինյանը թուղթ են ստորագրել հետո ասում են ախպեր Տրամպը վկայա ինքը երկկողմանիա ասին հա երկկողմանիա մի հարցեմ որ երկկողմանիա ԱՄՆ ներդրումների վերաբերյալ Տրամպի անունից ճամփի վերաբերյալ Ալիևի հետ ինչ թուղթ ենք ստորագրել արա մենք ուզում ենք մեր համալիրը կոչենք
Donald James, չգիտեմ ինչա, Donald J Jr. կներես, ասեմ James, David James-ն է։ Donald Jr. Trump, չէ՞։ Ուզում ենք համալիր, օրինակ, կամ մետրոյի մի հատ կայանան, լավ, որոշել են կոչել Donald Jr. Trump-ի անվան մետրոյի կայան, Շենգավիթ, օրինակ։ Շենգավիթի։ Մի րոպե։ Մի րոպե։ Ալիևի հետ խինք թուղթ ստորագրում դրա համար։ Դրա հետ կապված եմ հարց։ Կարակ բացատրի։ Կարող է Donald Jr. Trump-ը դիլը արել Ալիևի հետ առաջին հերթին։ Հա։ Դե պատասխանի։ Նիկոլա, հետի պատասխանես հարց։ Ախր ես ինչն եմ բանը։ Չէ, ախր ուզում եմ հնարավորինս պրիմիտիվացնենք, որ մարդը հասկանա։ Ժորժ ջան, այդ 47 կիլոմետրանոց ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզում, այդ ուզում են իրանք։ Եթե մենք որոշել ենք ճամփեն բացենք, որ Ադրբեջանը գնա գա Անխոչնդոտ, լավ, Ջանդամ, Անխոչնդոտ կարիդոր է, էլի։ Միոպե։ Հետ էլ ենք խոսացել չկրկնենք։ Ու որոշել ենք անունը դնենք Տրամպի անվան։ Ալիևն չի բար այդ թղթերը ստորագրել։ Կարակ բացատրեք։ Բա որ ասում են Հայաստանի տարածքային զիջումները, իշխանության զիջումները եղել, դուք չեք լսում ինչ ենք դες բացատրում, այսքան վաղ։ Պարոն Մարոկյան, ինձ նաև գիտեք, ինչն է արդեն չես զարմացնում։ Չգիտեմ ոնց արձագանք։ Բայց ես չեմ զարմանում, ես ոստին յարթայնանում։ Դրապես Հայաստանի արձագանքն է, օրինակ Արադ Միրզոյանը էլի խոսում է նրա մասին, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կամ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, ու այս մարդը մինչև հիմա չի հասկացել, որ հայ-թուրքական հարաբերությունները արկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Չէ, իգնոր անեմ, արհամարում, հասկացել ա, բայց այս ասմարտլա սենց ասենք տնակ ինչ կլինի։ Համաձայն ես թե չէ։ Հիմա սա չի փոփոխվում։ Դե լավ, մի հատ մի բան ասեմ, էլի կապից դու պատմաբան ես։ Որ թվիներ որ Թուրքիան ասում էր 6 գյուղ Քելբաջարից տվեք, սահմանը բացենք։ 6 գյուղեր, 4 գյուղեր։ Ֆուտբոլային դիվանագիտության քանի գյուղեր։ Արդեն չեմ էլ հիշում։ Լավ 7 խոսքի չգիտեմ։ Այ որ 18 թվին եկել էի, ուզում եք բացեիք այդ սահմանը, տայք այդ 7 գյուղը, բացվեր սահմանը։ Տայք ախպեր։ Եվ ֆուտբոլային դիվանագիտությունը, որը Սերժ Սարգսյանը ի վերջո ուղարկեց գրողի ծոցը ՄԱԿ-ի ամբիոնից, ասվածի լավագույն վկայությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները արկախված են Ղարաբաղյան հակամարտությունից այն ժամանակ, իսկ հիմա արդեն հայ-ադրբեջանական հարաբերությունից եւ հայ քաղաքական մտքի այդ տձև շարժումները փորձել Ադրբեջանից անկախ Ադրբեջանից անդին կապեր հաստատել Թուրքիայի հետ դատապարտված են ցախողման, դա չի լինելու ժողովուրդ ջան։ Շատ լավ դատապարտված են, մի փորձեք, ախպեր ինչ եք ընկե հետևներից աղաչեմ օրա։ Ինչ եք ընկե աղաչեմ, սահմանը բացեք։ Հայաստանի տնտեսությունը այսօր Եվրոպայի տնտեսական տարածքի մեջ իր զարգացումով, իր չափերի մեջ, իր հաշվարկներով երկրորդ տեղով զարգանում է։ Ինչ եք ընկե աղաչեմ, ով ասես ասե որ այդ սահմանի բացումը դուք ավելի լավ եք ապրելու, քան այսօր եք ապրում։ Փորձեմ բացատրել ես իմ կողմից, նաև ինձ համար այդպես եղել, եւ միգուցե մի քիչ էլ կա, հայ այդ առաջադեմ շրջանակների համար այդ հայ-թուրքական սահմանի բացումը ինչ որ իրացիոնալ իդեա ֆիքս է։ Մենք պետք է խոսենք Թուրքիայի հետ։ Մի դիցաղի, մենք պետք է խոսենք։ Խոսում են, քանի տարի է խոսում են Թուրքիայի հետ։ Եվ մենք քանի որ այդպես ինչ որ հիվանդագին վերաբերմունք ունենք ռուսների նկատմամբ, ռուսական ազդեցության նկատմամբ, մեզ թվացել է, որ հայոց ինքնիշխանության եւ անկախության սյուներից մեկը պետք է դառնա Թուրքիայի հետ երկխոսությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը, եւ միգուցե այստեղ ճշմարտության հատիկներ կան, բայց ցավոք սրտի ճշմարտության հատիկները ի վերջո տարիների ընթացքում խիստ չափազանցվել են եւ հիմա այդ հայ-թուրքական սահմանի բացումը իշխանության համար դարձել է ներքաղաքական պայքարի եւ իշխանության վերարտադրության կարևորագույն ռեսուրս, որ իրենք կարող են ծախել ժողովրդի եւ այդ պսևդո առաջադեմ շրջանակների վրա։ Դե մի բան էլ ես ասեմ։ Քանի որ դուք հիշեցիք ֆուտբոլային դիվանագիտությունը։ Երբ այն սկսվեց։ Մարտի 1-ի դեպքերից հետո 10 մարդ գնդակահարվեց փողոցներում ու զոհվեցին տարբեր պայմաններում։ Եվ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարիք ուներ միջազգային զեկույցներ կային, բաներ կային, մենք էինք բանտեր այցելում իրապաշտպաններս, հայտարարություններ անում, զեկույցներ գրում, բան եւ իշխանությունը ցաներ վիճակում էր։ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարիք ուներ միջազգային լեգիտիմության։ Եվ միջազգային լեգիտիմության այս կարիքը սկսվեց սպասարկվել
հայ-թուրքական իբր թե հարաբերությունների կարգավորման այս բանակցությունների բանով, դե ասենք որևէ ուրիշ կոնֆիգուրացիայով Հիլարի Քլինտոն, Սերժ Սարգսյան հանդիպում, շփում, խոսակցություն եւ այլն չէր կարող լինել։ Թուրքը տակ էս ալի ընդհանրություն ասեմ, լավ, վերջացրեք։ Ես ուզում եմ ասել, որ այսօր է, դու ասեցի իշխանությունները փորձում են դա օգտագործել ժողովրդին։ Ժողովուրդն չէ որ քունքն եմ ասում, եթե պետք է Թուրքիայի սահմանը բացվի։ Դե չկա տենց օրակարգ էս երկրում։ Արի գնանք հարցումներ անենք հայ-թուրքական սահմանի վրա, մենք ունենք հարցումներ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ իշխանությունները միջազգային լեգիտիմություն են դրանից ստանում, որ նայեք, մենք պատրաստ ենք մեր պապերի անուն ուրանանք, հերքենք, 1.5 միլիոն զոհերի անուններն ուզենք, չգտնենք, քնչական խումբ ձևավորենք ցեղասպանությունը քննելու նյութերը չգտնենք անապատներից բան, բայց այս Թուրքիան ախպեր թե չի անեմ, ինչ անենք։ Թույլ տվեք մի ուրիշ ընդհանրություն 2008 թվականին առաջադեմ աշխարհը արևմուտքը տեխնացուների նախագահական ընտրություններում աջակցում էր կամ ակնարկում էր, որ աջակցում է Սերժ Սարգսյանին, ու կա ենթադրություն, որ մինչև նախագահ դառնալն է ինքը այդպիսի խոստումներ տվել, որ կգնա բայց դա չի հակասում իմ ասածին։ Չէ, կգնա լուծումների հայ-թուրքական հարաբերություններում, կգնա լուծումների Ղարաբաղյան, հակամարտության մեջ դրամարել արևմուտքը որևէ համաչափ արձագանք չտվեց Հայաստանում տեղի ունեցող այդ քաղաքական բռնություններին, սպանություններին եւ այլն։ Այո, միգուցե, որտեղ մեկը մյուսին շարունակում է ըստ էության, բայց հիմա որ նույն ձևով որ քննադատում են որ Պարարատ լեռը հանեցիք բան, իշխանության բերանը լեզու կա այդ մասով, որ ասում են դե Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ մեր պաշտոնական ֆուտբոլային համազգեստի վրայից հանվեց Արարատ լեռը։ Այդ խոսակցությունը կա, այդ փաստերը կան, եւ դրանով նաեւ լավ կներեք, ասենք, բանը մեր ինքնության հաշվին, մեր ինքնության սիմվոլների հաշվին։ Ես չեմ ուզում ոչ մեկ այդ, ոչ մի սահման, ոչ մի բան բացվի, ոչ մի բան լինի։ Որ մի հատ բան կա, ինչ որ փոքր էինք։ Ասում ենք ուզես միլիարդ հաթել էր, բայց ականջիդ մի գլխիդ խառը կանաչի լիներ։ Գլուխդ խառի կանաչի լիներ, ականջիդ մի հատը, ասենք, կաղամբլ էր, կաղամբի թերը լիներ, sense հասկանում ես, այս այդ պատմությունն է։ Բանական Ես իմ մոտեցումը ասեմ։ Եկեք նորմալ մարդավարի ապրենք, կար Ղարաբաղ։ Նվաստացման բան ենք ասում։ Երբ որ կար Ղարաբաղ, երբ որ Հայաստանը պարտված չէր, լավ, դա թեթև կոմպրոմիսների կարելի էր գնալ։ Կարպիչ ջան, դա համար եմ ասում։ Ուզում եք Արադ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան, ուզում եք հայ-թուրքական սահմանը բացեք, տենց վիզ դրած։ Դե եկեք իշխանության 6 հատ գյուղ տայք բացեիք ախպեր է գինը։ Չեք տվեք մի ինչ ունենք սախ խլել են, տվել են, հանձնել են, վարյա գնացել, կործանվել է, ժողովուրդը դարել է փախստական բան, նանգնդից ասում են դուք ախպեր ջան, ինչքան բաներ ունեք դեռ հանձնելու, զիջելու, ուրանալու, պրծելու, գիտեք ինձ ինչն է նորմալ ասում։ Ու հանգիստ դեմքով ասում են, մենք այդ օրակարգից չենք շեղվելու, մենք շարունակելու ենք պրծել, ուրանալ, քանդել, ավիրել մեր երկիրը, հայկական պետականությունը ոչնչացնել, մենակ թե հայ-թուրքական սահմանը բացվի։ Գիտեք ինձ ինչն է նյարդայնացնում այդ Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, բայց հատկապես նաև Արարատ Միրզոյանին եմ ուզում շեշտել, նրանց լկտի ինքնավստահությունը, եւ նոր էին եկել իշխանության, այն մարդ Թուրքիայի վրա մունատ էին գալիս, Սևրի պայմանագրից էին խոսում, Արարատ Միրզոյանի այդ ստատուսները, եւ դրա համար իրանք արտաքին աշխարհում ոչ հարգանք են վայելում եւ ոչ էլ վստահություն, որովհետեւ աշխարհում վստահաբար շատ շատերը իրենց գործընկերները հասկանում են, որ այս մարդիկ իսկապես տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման գաղափարախոսներ չեն եւ ոչ էլ այդ գաղափարի գրողները, որովհետեւ ոչ վաղ անցյալում սրանք դրսևորվում էին որպես պատերազմի հրձիքներ, իսկ հիմա ծեծուտելուց հետո, ջարդվելուց հետո, նվաստանալուց հետո աղերսում են խաղաղություն։ Սենց մարդկանց ոչ մեկ չի հարգում։ Կարպիս կարա ասենք իսրայելա-գերմանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում հոլոկոստի ցանկարան գնացող, ասենք, մի պաշտոնատար անձի ասեն մենք ձեզ չենք ուղեկցի։ Իսրայելը էլի ասենք ԿԳՄՍՆ ընդեղի նախարարը կամ չեմ ԱԳՆ փոխնախարար, էս իմով վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ասում մենք ձեզ չենք ուղեկցում։ Դուք գնացեք, որտեղ ուզում եք Գերմանիայի հետ հարաբերությունները մի քիչ լավացնենք, դրա համար բան անենք էլի։ Դուք միայնակ գնացեք եւ ծայրկներ դրեք հոլոկոստի զոհերի հուշահամալիրին։ Կարա տես բան լինի։
Դու մի կասես այսօր դից ինչ-որ նյարդային ես, բայց եղբայր էլի բան չգիտեմ, չէ որտեվ ինքը հարցը էմոցիոնալ է։ Ինքը հարցը, հասկանում ես, դա ամբողջ քաղաքականությունն է էմոցիոնալ, մեր պատմությունն է էմոցիոնալ, բոլոր ազգերի պատմությունն է էմոցիոնալ։ Իմ փաստարկը հետևյալն է կարծես, որ մենք ի ցույց աշխարհի ցույց ենք տալիս, որ մենք չենք հարգում մեզ։ Մենք անինքնասեր ենք։ Ու ոնց ենք ուզում որ իրանք մեզ հարգելով որևէ հարց լուծվի, կարաս բացատրես այդքան ես հասկանում։ Կարող է նոր աշխարհում ուրիշ անինքնասիրության դարաշրջան է, ես ասեմ լավ, սա ուրեմն ուրիշ process-ներ է, ես ուրեմն չեմ հասկանում դրանից։ Ես նույնիսկ եմ ասում, սա process է, որը վերջ չի ունենալու Թուրքիան եւ Ադրբեջանը անդադ շարունակելու են նորանոր պահանջներ, նորանոր պայմաններ դնել, փոխարենը երբեմն Նիկոլ ինչ-որ հացի փշրանքներ են շպրտելու։ Ասենք անասնակեր կան, թողան, ասենք։ Երբեմն հացի փշրանքներ են շպրտելու մեր առաջ։ Ինչալը այսօր ձվածեղ եմ կերել։ Հացով։ Հնարավոր է այդ անասնակերից որ ոնց էր ասում, Փաշինյանը տվել են հավին, հավը կերել է, ածել է ձու, բայց ձունխի եք ուտում ախպեր։ Տենց։ Դեպ Ստուգել եմ այդ հավերին հարցրել ենք, իրանք ասին մենք այդ անասնակերը տնտեսության համար շատ կարևոր Արավ մի պարզ, ասեք այդ պրիմիտիվ չենք մտնել այդ պրիմիտիվ բանավեճի մեջ, մի բացատրենք որ մենք կարևորում ենք անասնակերը, հարցը դա չի։ Ամոթը։ Ինչ քննարկում ախպեր։ Հենց մի թմկարը մին հետո ասում, բայց դու վեր այդ ծորենի հարցը տենց թմկարը։ Իրանք թմկարել են, հետո քաշվել են, որովհետև վարունգը թարսը աճե։ Ասում հետո վեր այդ ծորենի հարցը մենք ի՞նչ կապ ունենք ծորենի հետ։ Ասում մասնավոր ընկերություն դա դեռ շատ իլսի։ Մասնավոր ընկերությունը գնացել է, բերել է, ինքն է վճարել է։ Մենք ի՞նչ գործ ունենք։ Մեկի ասում է ճիշտ է որ ուկրաինական ծորենները գուզում առնեք։ Ասում այո, մենք ստացել ենք առաջարկներ, ուզել ենք գին եւ որակ։ Բայց մենք կապ չունենք։ Այ քեզ ինքն իշխան։ Լսի։ Այն մի դրվագը ասում մենք ի՞նչ կապ ունենք։ Մասնավոր ընկերությունը արել է, բերել է, տվել է անասուններին, կերել են, զունացրել են, զվաձեղնարել են, կերել են, ոչ ոք ի՞նչ կապ ունենք։ Մի խոսքով, բարբերաբար sense փշրանքներ են շփրտելու մեր առաջ, որ հայ ժողովրդին իբրև թե ցույց տան թե ինչ պատմական նվաճումներ են, եւ որ Պապյանը գնալու է այդ ծորենի հետ հատիկ առ հատիկ սելֆի անում։ Հիմա ես ուզում եմ քեզ բան անեմ, նեղագծեմ։ Պատերազմ ես ուզում կարբիս։ Որտեւ ասում ես ախպեր նվաստացնում են մեզ, sense չի իմասը պատերազմ ես ուզում։ Պատերազմ ես ուզում, հա։ Բնականաբար ուզում ես կռիվ 100 միլիոնանոց բանակի խոսքի Թուրքիայի 70-80 միլիոնա բնակչություն է։ Գումարում են Ադրբեջանի չգիտեմ ոնց ասում 100 միլիոնանոց դու ուզում ես գնաս կռվես, հա։ Բան մալական ուղիղ պատասխանեմ։ Խնդրեմ։ Մանիպուլյացիա էլի։ Պատերազմ, որը նորմալ մարդ չի ուզում։ Բայց եթե անհրաժեշտ է երկիրը պաշտպանել, ուրեմն ուզում եմ երկիրը պաշտպանել։ Ահա, դա լրիվ ուրիշ խոսակցություն։ Եթե ինչ որ մեկը մտածում է որ առանց երկիրը պաշտպանելու կարող ես պատերազմ ուզել կամ չուզել, ուրեմն այդ ինչ որ մեկը իմ համար բան հիմար է, ես չեմ ուզում իր այդ խոսալ։ Բայց ես ունեմ մի հատ ուրիշ մտահոգություն, դեմագոգ հարց է։ Հայաստանի դեմագոգիավ են սաղ էս ժողովրդի բանարը գցես մանիպուլյացիաներով բանի։ Հայաստանը երբեք պատերազմ չի ուզել, երբեք։ Հայաստանում ես չեմ տեսել մի մարդ որ ուզենա պատերազմ։ Առնվազն լուրջ մարդ։ Բայց տեսեք հայ-թուրքական հարաբերություններով ով է մեր երկրում զբաղվում։ Ինչ որ մատ թեթև սոլիկ անլուրջ տղա, որ Facebook-ում, չգիտեմ, թեթև սոլիկություններով է զբաղված։ Ու պատկերացնում եք ինքը որի կյանքի եւի ամենամեծ նվաճումը քլիչի հետ սերկ սեղմելն է եղել։ Հասկացա ում մասին ես։ Եվ սա արդեն շատ բանի մասին է խոսում, թե ով է հայ-թուրքական հարաբերություններով մեր երկրում զբաղվում։ Առնվազն տեսնելով թե Facebook-ում ինչ է գրում, ինչի մասին է գրում, չգիտեմ, չես էլ ուզում անունը տաս, չես էլ ուզում արձագանքես։ Գոնե ինքս մեծ պատիվ գոնե ինքս ինձ չեմ ուզում անլրջացնել եւ մտնել այդ բանավեճի մեջ, բայց ժողովուրդ ջան դա ամոթ է, ես ինչ եք անում։ Ես ոնց եք դες սպանում, ով եք ընդհանրապես դուք։ Ինչ մեծ որ նեղացել են ինձանից, որ խորթանում ասել է Մխիթար Հարապետյանը, ասել է դու ով ես։ Որ բոլորը ասում են պարոն Մարոկյան, ոչ չես ճանաչում։ Բայց նենց էր դզել այդ բանից։ Դու ով ես։ Ասում ինքը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հազարին նախագահ ասում, հա հասկացա։ Բայց ուրիշ բան եմ հարցնում։ Որտեվ ինչ որ բան արին, մարդ ինչ որ բաներ է անում։ Որ ասում ես ախպեր, պես դու ով ես։
Եվ այդ իմաստով հիմա նայ վերաիմաստավորման շրջանը ինչ որ մարդիկ են եղել լավ ենք վերաբերվել անկեղծ ասեմ մարդիկ են եղել վատ ենք վերաբերվել մարդիկ են եղել ինչ որ հարազատական կապեր ա եղել մարդիկ են եղել ես 2 օր առաջ եմ արձանագրել որ ասենք Facebook-ում ինձ unfriend են արել մի խումբ մարդիկ ովքեր որ ասենք ես այդ պրիմիտիվությունը էլի կարծես այդ որ ասենք յանի Այդ պրիմիտիվությունը ես իմ համար մանկապ ես ուզում եմ հասկանալ ասեմ մեր վիզուալացիայի մանկապարտեզ ասի մեր թամասը մանկապարտեզ կար երիկաշար ժամանակ բան եղավ փլուզվելու մակարդակի հետո քանդեցին հիմա նորը կառուցվել է եւ անգամ մեր մանկապարտեզու խմբում այդ մակարդակի երեխաներ չկային ոնց որ հիմա ասենք ինչ որ իրանք ես հիմա ասեմ ես դարձել եմ այդ մանկապարտեզի երեխաներից մեկը այո եւ պարբերաբար ընկերներիցս հեռացնում եմ տարբեր մարդկանց բավականին հաճախ Facebook-ում ընկերանալու հայտեր ուղարկում եք տեղ չկա հա սահմանափակ են տեղերը եւ մաքրում ես մաքրելու ինձ ձև եմ գտել մտնում եմ նայում եմ թե ով է լայքել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ստատուսները եւ իրանց հեռացնում եմ եւ ընդունում եմ նոր մարդկանց եւ ես խոստովանում եմ որ դա մանկամիտ բան է բայց իմ ներվերը չեն հերիքում եթե կաթողիկոսի սրբազանների եւ այլ մարդկանց մասին այդ վիրավորական պոստերը լայքող ու ժամանակին ինձ գաղափարակից եղած մարդիկ կան ու ես իրենց չեմ ուզում տեսնել, չեմ ուզում իրենց բարևել, չեմ ուզում ընդհանրապես իրենց հետ որևէ առնչություն ունենալ։ Իրանք է կարող մտածում են որ մենք իրենց հետ գաղափարակից ենք եղել, ինչ որ բան, չէ։ Ու միջենք։ Ոսվեն արա լավ սրանք է սով են արա։ Դե ինձ մեղադրում են էլի։ Ասենք թե ինձ էլ են մեղադրում։ Մենք ասենք խոսքի հավատուրացության։ Բա դուք չէիք կոռուպցիայի դեմ պայքարում, ասում ենք հա։ Բայց ինչքան կոռուպցիան էր թալանշիկ, այսօր ձեր ախպերներն են ախպեր։ Ձեր ընկերներն են։ Ձեզ են ծառայում, ձեզ են հովանավորում, ֆինանսավորում, հա, այո։ Բա դուք չէիք խոսքի ազատության համար, հա, մենք էինք։ Այսօր դուք եք խոսքի ազատության համար մարդկանց բանտարկում արա։ Բա դուք չէիք ուզում սահմանությունը փոխեք Սերժ Սարգսյանի կոստյումը, հա, մենք էինք ուզում։ Բա եկաք չփոխիք ախպեր։ Ու տես ես կարող միջև եք ու ծառավոտ քնա, բան թվարկեմ ցանկը, թե ինչքան խոստումա դրժվել, խափել ժողովրդին եւ բան արել, մանիպուլացրել։ Ես չեմ հիշում որ այդ մեր երկրում վերջին տարիներին ինչ որ մի բան լինի ու առանց հարամության լինի։ Ուզում ես վաղաշաբաթի ընտրություններին մենք անդրադառնանք։ Չէ։ Իրականում քեզ ասեմ։ Քանի որ իրանց դեմքը ես պատրեցի վաղաշաբաթի ընտրությունների բան մասով, այդ մանիպուլյացիաները որ արել էին էլեկտորալ Նաև դա էր պատճառը, որ ես մի շաբաթա հարցակվել են ի վրա։ Հիմա ես ինչա բանը։ Երկու ստրատեգիա ունեն։ Ում կարան գլխին մի բան սարքեն, կալանավորեք, ում չի ստացվում գլխին բան սարքել, կալանավորել, փորձեք վարկաբեկել։ Երկու ստրատեգիա կարպես։ Երկու ուղղությամբ աշխատում են, որը ոնց կստացվի։ Հիմա եղբայր կանգնել եմ, ասեմ, Ժորժ ջան, մի րոպե, մարդիկ նայում են, հիմա թող ես մասնել։ Սերի հայրենակիցներ։ Էջմիածին քաղաքի ընտրություններում արվել է հետևյալ բանը։ 18 գյուղ կպցվել է Էջմիածնին, այդ 18-16 պլյուս 2 գյուղ գյուղերի կառավարիչ համայնքի ղեկավարի նշանակվել է ԺՊ Էջմիածնում, նա այդ 16 գյուղում նշանակած ունի լիազոր ներկայացուցիչներ, բոլորին դարձել է մեծամասնականի տրամաբանությամբ տեխնացուներ մտել են գյուղերը, ասել ինձ ես ընտրեմ, իմ մարգարոզար շավար է, եւ նաեւ միևնույն ժամանակ Էջմիածնի ռեսուրսները օգտագործել է քաղաքային եւ հավաքել է 48%։ Սիմոնյան Ալեն իր պատվիրակել է 57, բոլորը 57։ Փոշին էլ Վանեցյան Արտուրի բանի հավաքած ձեները գումարել են իրանց։ Փոշին էլի նկատի ունեն, որ չեն անցել բարիորի տակ են մնացել։ Ասում են 57-ա կպեն հավաքի։ Այսպես մարդկանց մոտ տպարություն են ստեղծել։ Թող ուրախանան։ Որ բան է էլի մենք 57 ջախջախի հաղթանակ են տարա, պարոնական, թող ուրախան։ Հա, ջախջախի հաղթանակ։ Հիմա ժողովուրդ, ասենք, Էջմիածնի քաղաքապետը զբաղվելու է գարնանացանով։ Ասենք քաղաքային կառավարումը, քաղաքը, գյուղը, դրանք տարբեր բաներ են եղբայր։ Ես գիտեք, պարոն Մարոկյան, այն մոտեցման կողմնակից չեմ, որ ողջիները պատասխանատու են հայրերի համար կամ հակառակը։ Դե վստահաբար։ Բայց Էջմիածնի քաղաքապետի հայրը, արդեն ընտրված Արգիշտի Մեխակյանի մեր
պատմության մեծագույն հերոսներից մեկն է։ Եվ շատ շատերը կան, որ ասում են մասնակցել են Առաջին Ղարաբաղյան պատերազմին, բայց ինքը ամենա այդ նշանավոր մասնակիցներից մեկն է, նրա անունով է կոչվել Ջաբրայել քաղաքը Մեխակամա, Թալիշում Բլուր, Մեխակասար։ Եվ այդ շատ նշանավոր մարդ է, որին վերագրում են այսպիսի հայտարարություն, այսպիսի բան միտք, ասում է, կուզեմ մի որդիս զոհվի Վանում, իսկ մյուս որդիս մեծ հայքի Բերին սահմանում։ Այսպիսի գաղափարների դել մարդ է եղել։ Ես ուզում եմ չմեկնաբանել։ Ոչ մի բան չունեմ ասել։ Թե ուղղակի ուզեցա ասեմ, ինչ ասեմ։ Չգիտեմ, հասկանում ես, ասենք, հասկանալի է, որ ինքը նաև սիրված տղա է իր գյուղում, իրանց տարածքում, հոր խաթեր լիքը մարդ քվեարկել է։ Այդ սաղը, այսինքն անձնավորվել է, նայ, որոշվել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է գնա ելույթ ունենա, իշխանացի։ Գիտեք, որ 30 տարի Թալիշը Ղարաբաղի, Արցախի կազմում է եղել Մեխակ Մեխակյանի շնորհիվ։ Փարքերոսներին եւ եւս մեկ անգամ փարքերոսներին։ Մենք այս շաբաթվա դրվագներից կարպիս էլ ինչ ունենք քննարկել, որ եւ ինձ թվում է պետք է ամփոփել, Ժողովուրդ ջան, հայ-թուրքական հարաբերություններում գործ ունենք այդ քայքայիչ process-ի հետ, որը պետք է կանգնեցվի։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է տեղափոխվեն այլ ռելսերի վրա, որակական այլ բովանդակություն պետք է ստանան։ Եվ նախ մենք որպես հասարակություն պետք է կարողանանք գաղափարական տեսանկյունից ձևակերպել, որն է մեր երկրի, մեր ազգի համար առաջնահերթություն, որն է միֆ, որովհետև չգիտեմ, անթադ տարիներ շարունակ պսևդո առաջադիմական միֆեր են կուտակել, հիմա մնացել ենք դրանց տակ, հələ հիմա հասկանանք։ Եղբայր կանչեք ցանկացած տնտեսագետի, ցես կապացուցի, որ Հայաստանի տնտեսությունը փլուզվելու է դրա արդյունքում, կգա ավելի էժան մի քիչ, չգիտեմ, երևի թուրքական ապրանքներ, դա կսպառեք դուք, մենք փոքր շուկա ենք, մեծ շուկայի չենք, որ ասեմ, թուրքերի աշկերտն ուտել է։ Այդ ապրանքները կփոխարինեն մեր ապրանքներին, մենք կսպառենք, բայց դրա հետ կգան բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ, որովհետև այդ սահմանն արդեն բաց է ու վերահսկողություն չի լինի, Հայաստանը պետական մարմիններ չունի։ Հայաստանի պետական մարմինները գործում են զուտ մի տրամաբանության մեջ օրվա իշխանությանը ծառայել, թե Սերժ Սարգսյանի օրոք, թե Նիկոլ Փաշինյանի օրոք էտա միշտ է եղել, եւ այդ տրամաբանության մեջ մենք մեզ պաշտպանելու ռեսուրս չունենք այդ անվտանգային մարտահրավերներից։ Ես կարծում եմ, որ մինչև որ կգա այդ սահմանի բացման պահը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը բազմաթիվ օրենքներ պետք է ընդունի, այդ որ աճուրդով on-line հող առեք, ով առնեմ հողը, այդ ինչ թղթերով առնեմ, փողը որ լուծա փոխանցեմ, այսինքն ինչ է նշանակում աճուրդով, ես թվայնացմանը եմ, դա առաջադեմ է, դա լիբերալ է, դա ժողովուրդ ջան մտնենք, մեր երկրում միայն գյուղատնտես, եթե չեմ սխալվում, գյուղատնտեսական նշանակության հող չի կարա առնի, օտարերկրյա քաղաքացին կարպիս։ Մնացած նշանակության հողերը կարա առնի։ Դուք օքեյ։ Այս վերջերս ես մոտ համեմատություն արեցի, ինձ մեղադրեցին, բերեցի Լիտվայի օրինակը, Լիտվան, որտեղ ոտնահարվում են ռուսախոսների, ընդհանրապես ռուսերենի եւ ռուսների իրավունքները, եւ դա բացատրում եմ ես ինչով, դա հասկանալի է, այդտեղ պետք չի մտածել, որ Լիտվան ֆաշիստական երկիր է, ուղղակի պաշտպանվում է հարևան իմպերիայի մշակութային էքսպանսիայից եւ ոչ միայն մշակութային, շեշտը դնելով իր ազգային լեզվի, ազգային մշակույթի վրա, որովհետև լեզուն, մշակույթը փոխում է մարդկանց մտածողությունը, փոխում է աշխարհայացքը եւ արդեն փոփոխված մտածողությամբ ռուսական մշակույթի կրող լիտվացին այլևս չի ուզենա, չէ՞, իմպերիային դիմադրի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Նաեւ հիմա նմանատիպ պաշտպանական մեխանիզմներ մենք էլ պետք է ունենանք, որովհետև մեզ անդադ ռոպագանդան սովորեցնում է, որ պետք է զգուշանանք ռուսական իմպերիայից, բայց ինչի մենք չենք ուզում զգուշանալ թուրքական չէ, թյուրքական իմպերիալիզմից, որը շրջապատում է մեզ։ Տեղից մենք վտանգներ չունենք, որտեղ ինչ որ խումբ կա, որ անդադար լոբինգ անում, որ նրանք մեզ շատ են սիրում, ոսկի մարդիկ են, թուրքերի հետ խոսենք, բան անենք, չգիտեմ, առևտուր անենք, ինչ թե արել կա առևտուր։ Հարևան գերակա ազդեցիկ մեծ երկրներից փոքր երկրները պետք է ունենան մշակութային, պաշտպանական մեխանիզմներ, տնտեսական,
Պրոտեկցիոնիզմը դա կոչվում կարպիս։ Պրոտեկցիոնիզմ։ Գիտեք, մի բան ասեմ, Դժվար է։ Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է ինքնիշխանությունից։ Ինքնիշխանությունը խարսխվում է մի քանի ատրիբուտների վրա՝ տնտեսական, քաղաքական, բանակ եւ այլն, բայց ինքնիշխանության ամենակարևորություններից մեկը նաեւ մշակույթն է, եւ եթե դու չունես մշակութային ինքնավարություն, դու չես կարող լինել ինքնիշխան, բայց իրանք մարտարավեր են նետել մեր ազգային մշակույթին, մշակույթ ասելով նկատի չունեմ արվեստը, Հասկանում եմ։ գրականությունը, մեր միջավայրը, այն արժեքները, որ մեր ազգը հարյուրամյակների ընթացքում գեներացրել է, եւ մի բան էլ այդ միֆը էլի կոտրենք, որ Արարատ Միրզյանը չգիտեմ չի հասկանում արդյոք այդ մարդը թե ուղղակի հայտարարելու համար, որ հնարավոր չի կամ մեր դրամաչափի գործը չի սեփ խրել թուրք-ադրբեջանական հարաբերությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները արկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից, ճիշտ է, այն ինչ որ ասում են թուրան կամ պանթյուրքիզմ, դա ավելի շատ միֆական է, մենք պատմության ընթացքում շատ պան ածանցով եզրույթներ ենք տեսել պանիսլամիզմ, պանամերիկանիզմ, պանսլավիզմ եւ այլն, դրանք բոլորը միֆական են եւ այլն, չխորանանք, բայց պանթյուրքիզմը մեր լոկալ տարածաշրջանում դրսևորվում է։ Այո։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Ղազախստան, Qirgizistan մյուս երկրները չկան։ Այդ Ալթայի միջև եւ այլն, այդ գնենք մի կողմ այդ մեծ Թուրանի այդ բանը, բայց կոնկրետ Հայաստանի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործակցությունը ստացվում է եւ դրսևորվում է որպես պանթյուրքիզմ կոնը մեր դեմ, մեր ռեգիոնում։ Դե ամփոփ են երևի եւ ամփոփման իմաստով։ Հիմա կարող ես մեղադրեն ասեն Էրդողանի գիրքը չեք կարդացել, դրա համար եք տենց խոսում, չգիտեմ։ Բայց ամեն դեպքում չէ, Աննա Հակոբյանի մեկնաբանություններն են կարդացել Էրդողանի գրքի վերաբերյալ։ Հա, Ռիվյուն կարդացել։ Ռիվյուն կարդացել ենք։ Եվ ուզում եմ ասել, որ այո, սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում մի քիչ пассивություն է նկատվում, որ մի քիչ շատ փոխանցեք այս նյութերը, որ մարդիկ շատ դիտեն, միանան այս ալիքին։ Կարպիսը շատ հետաքրքիր հարցազրույց է, ուզում եմ անոնսել, հայտնի ռուս լրագրող, պատմաբան Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույց արել Կարպիսը արդեն, մոտավորապես 2 ժամանոց, շատ խորը, շատ մանրամասն, ով որ Էխո Մոսկվի ռադիոկայանի տնօրենն էր, հիմնադիր տնօրեն եւ փակեցին։ Դա համար նաեւ Կարպիս հարցեր, պիս հարցեր, արա հազիվ հայերեն ես խոսում ռուսերեն, ոնց ես խոսացել, շատ դժվար։ Կարպիսը, չէ, Կարպիսը ռուսերենից լավ է, քան ես։ Ինքը ավելի լավ է ռուսերեն։ Ես բավական բոլոր լեզուներով եմ դժվար խոսում, հայերենը Well, ես այս ոդկասթի շրջանակներում ցես իմ քիչ լավ խոսալ, առաջ բավական կակազում էի։ Տեսնում եք սիրելի հայրենակիցներ, այս ոդկասթը Ինչ օգտակար է պլատֆորմ ոդկաստ։ Այո, այս ոդկասթը հրաշքներ է գործում։ Կհանդիպենք, լավ եղեք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։